Մի հագեք oversize։ Հա, դուք ճիշտ լսեցիք։ Oversize-ը հիմա ամենուր է, եւ շատերին թվում է, որ դա իրական ոճ է։ Բայց իրական ոճը դա skinny-ն է։ Իհարկե սա կատակ է։ Երկուսն էլ ծայրահեղություններ են եւ երկուսն էլ փչացնում են ձեր տեսքը։ Սկսենք սկզբից։ Oversize-ը փչացնում է ձեր համաչափությունը։ Կախված ուսեր, որոնք ունեն հստակ գիծ, ձեր թևերը թվում են անհամաչափ մարմնի նկատմամբ, իրանը ունի հստակ ընդգծված գիծ, իսկ ոտքերը թվում են կարճ։ Նայեք այս նկարներին։ Ձեզ դուր է գալիս այս ոճը։ Ինձ դուր չի գալիս։ Ինչ ենք տեսնում այս պատկերում։ Ամբողջությամբ սև հագուստ, կախված ուսեր, բեգի տաբատ եւ իհարկե իմ շատ սիրելի մանժետի ռեզինները, որոնք ուղղակի կտրում են ձեր ոտքերը։ Եվ վերջում սպորտային կոշիկներ։ Այս հագուստը խախտում է ձեր համաչափությունը եւ ոչնչացնում ձեր ոճը։ Եթե շապիկը փոխենք տրիկոտաժային շապիկով կամ պոլոյով, տաբատը կլասիկ առօրյա տաբատով, իսկ սպորտային կոշիկները լոֆերներով, ապա հարմարվետությունը չի տուժի։ Իսկ դուք կստանաք էլեգանտ եւ գեղեցիկ տեսք։ Նույն պատկերը տեսնում ենք նաեւ այս նկարում։ Կախված ուսեր, բեգի տաբատ եւ սպորտային կոշիկներ։ Այս նկարներում մենք տեսնում ենք շատ լայն հուդի կամ վերարկու, շատ լայն եւ երկար տաբատ, որը ուղղակիորեն հավաքվում է կոշիկների վրա, ստեղծելով վիզուալ աղմուկ։ Այս ամենը չի վերաբերվում միայն casual ոճին։ Ինչ եք տեսնում այս նկարում։ Շատերը կասեն սա կլասիկ կոստյում է, բայց այն ոչնչով չի տարբերվում նախորդ նկարներից։ Նույն կախված ուսերը, կարճ պիջակը, լայն եւ երկար տաբատը։ Այս հագուստի մեջ դուք ուղղակի կորում եք եւ ոչնչանում է ձեր սիլուետը։ Իսկ ինչի համար է ստեղծվել oversize-ը։ Ամենակարևոր կետերից մեկը այն է, որ մասսայական շուկան խնայում է գումար, իսկ դուք կորցնում եք։ Խնայողությունը կայանում է նրանում, որ ամեն մոդելի համար չի ստեղծվում հստակ գծագիր եւ սիլուետ, եւ ամեն չափսը կարող են կրել ավելի շատ տարբեր կառուցվածքի մարդիկ։ Կարիք չկա շտկումներ անել յուրաքանչյուր հաճախորդի համար, եւ բնականաբար վաճառքները աճում են։ Եվ ամենակարևորը, oversize-ը ստեղծում է թվացial հարմարավետություն։ Ձեզ թվում է, որ ձեր մարմինը ազատ է, բայց իրականում դուք նմանվում եք ուղղակի հսկայական քայլող պարկի։ Skinny-ն շատ չի տարբերվում oversize-ից։ Այսօր էլ մենք քաղաքում տեսնում ենք մարդկանց, որոնք կրում են նեղ եւ ճղճղված ջինսեր, բայց ի տարբերություն oversize-ի, նրանք նաեւ անհարմար են։ Այն սահմանափակում է ձեր շարժումները, թվում է թե օդը չի հերիքում, եւ դուք ուզում եք հնարավորինս շուտ հանել այդ հագուստը։ Այս նկարում տեսնում ենք հագուստ, որը շատ նեղ է։ Տեսեք, թե ինչ վատ է նստած այն։ Այն ուղղակի գրկում է ոտքերը։ Հաջորդ նկարում տեսնում ենք նույն պատկերը, բայց ավելանում են ճղճղվածություններ։ Սա ուղղակի տգեղ է։ Այսպիսի հագուստ մենք տեսնում ենք հիմնականում այն մարդկանց վրա, որոնք սպորտով են զբաղվում եւ ուզում են ցուցադրել իրենց վկանները, բայց սա ուղղակի անհեթեթ է նայվում։ Իսկ այս նկարում թվարկվածին ավելանում է նաեւ նեղ վերնաշապիկ։ Մենք չենք տեսնում գեղեցիկ մարմին։ Մենք տեսնում ենք նեղ հագուստ եւ ձգված կոճակներ։ Սա նույնպես ստեղծում է անհամաչափություն եւ ուղղակի զավեշտալի է։ Հաջորդ նկարում մենք տեսնում ենք բոլորի համար ընդունելի դարձած կոստյում, բայց եկեք ավելի խորը նայենք։ Նեղ ուսեր, նեղ լացկն, կարճ պիջակ, առօրյա սպիտակ շապիկ, որը չի կարելի հագնել կոստյումի հետ։ Տաբատը կարճ կոնքով է, նեղ եւ կարճ կտրվածքով։ Նայեք, թե ինչ տգեղ է այն հավաքված աճուկային մասում։ Եվ իհարկե այս ամենին միացված է սպիտակ սպորտային կեդեր, որոնք ուղղակի չի կարելի կրել կոստյումի հետ։ Կոստյումի հետ մենք կրում ենք միայն կլասիկ կոշիկ։ Բացի նրանից, որ այս հագուստը տգեղ է նայվում, այն նաև սահմանափակում է ձեր շարժումները եւ ստեղծում դիսկոմֆորտ։ Եթե վերնաշապիկը փոխենք ավելի ազատ վերնաշապիկով, տաբատը բարձր կոնքով, միջին լայնության եւ ճիշտ երկարության տաբատով, պիջակը առօրյա լայն լացկնով, ճիշտ նստած պիջակով կամ տրիկոտաժային ժակետով, իսկ կոշիկները փոխենք լոֆերներով կամ կլասիկ կոշիկներով, կստանանք առօրյա, հանգիստ եւ էլեգանտ հագուստ։ Նեղ հագուստը թվացial ընդգծում է ձեր մարմինը, բայց իրականում սեղմում է այն։ Չափից շատ ընդգծված սիլուետ, ձգված կոճակներ։ Սա ուղղակի տգեղ է եւ բացի այդ էժանացնում է ձեր տեսքը, անկախ նրանից, թե ինչքան եք վճարել հագուստի համար։ Իհարկե, այս դեպքում նույնպես մասսայական շուկան խնայում է գումար։ Այս դեպքում օգտագործելով ավելի քիչ կտոր եւ նորից տուժում եք դուք։ Skinny-ն եւ oversize-ը նման են նրանով, որ երկուսն էլ թրենդներ են եւ երկուսն էլ փոխվում են ամեն տարի, ամեն սեզոնին նոր գույներ, նոր ձևեր։ Իսկ դուք պարտավոր եք փոխել ձեր պահարանը, քանի որ մասսայական շուկան ձեզ արդեն համոզել է, որ դա է ոճայինը։ Հիմնականում թրենդերը ապրում են 1 տարի, իսկ ինչն է ապրում հավերժ։ Իհարկե կլասիկան։ Կլասիկան ստեղծում է հստակ սիլուետ, ձեր մարմինը դառնում է ավելի գեղեցիկ եւ ընդգծված։ Այն շատ ազատ չի, բայց նաեւ չի սխալվում։ Եթե դուք դեռ մտածում եք, որ կոստյումը անհարմար է, ապա դուք չեք հագել որակյալ կոստյում։ Նայեք այս նկարին։ Ճիշտ ընտրված պիջակ, որի ուսերը չեն սեղմում։
լայն լացկնով եւ երկարացված կտրվածքով։ Նայեք վերնաշապիկին։ Այն ունի լայն օձիք, որը թաքնվում է լացկնի տակ։ Կոնտրաստային փողկապ, որը համադրված է կրծքի թաշկինակի հետ։ Եվ իհարկե, բարձր կոնքով միջին լայնության եւ ճիշտ երկարության տաբատ, համադրված կլասիկ կոշիկների հետ, որը ուղղակի հիասքանչ տեսք է հաղորդում։ Նույն բանը կարող ենք տեսնել նաև հաջորդ նկարներում։ Գեղեցիկ առօրյա կամ այսպես ասված սպորտային պիջակ համադրված կլասիկ տաբատի հետ։ Եվ այս ամենը բնական կտորներից։ Կլասիկայում նույնպես կան թրենդներ, սակայն նրանք փոփոխվում են 15-ից 20 տարին մեկ։ Եվ եթե դուք հագնեք 20 տարի առաջ գնված կոստյումը, այն չի թված ծիծաղելի, ինչպես օրինակ օվերսայզը կամ սքինին 20 տարի հետո։ Ես վստահ եմ, բոլորդ ունեք նկարներ, որոնք նայելիս ասում եք. ոնց է ես շորը հագել։ Ճիշտ ընտրված կոստյումը պահպանում է ձեր համաչափությունը։ Օրինակ, լայն լացկնը ընդգծում է ձեր կրծքավանդակը, երկարացված պիջակը, որը ծածկում է ձեր նստատեղը, ստեղծում է համաչափություն։ Բարձր կոնքով տաբատը վիզուալ երկարացնում է ձեր ոտքերը, իսկ օձիքը փողկապի հետ մեկտեղ ստեղծում է սլաք, որը զրուցակցի հայացքը ուղղում է ձեր երեսին։ Չէ՞ որ հագուստը պետք է լրացնի մեզ, ոչ թե ամբողջ ուշադրությունը գրավի իր վրա։ Եվ վերջի վերջո, եթե ցանկանում ես լավ տեսք ունենալ, դադարիր ընտրել ծայրահեղությունները։ Մի թաքցրու մարմինդ լայն հագուստի մեջ եւ մի հագիր նեղ հագուստ։ Ընտրիր կլասիկան, որը չի ենթարկվում ոճին։